Ողջույն սիրելի ընկերներ, մենք գտնվում ենք Դավիթի տան հավ դռների արանքում, քանի որ ես ներսից չեմ կարող նկարել, սա Դավիթի հողամասն է, եւ հիմա ես ողջ Փարիզի երկայնքով իջնում եմ ներքև ձեր հետ միասին, որպեսզի դուք տեսնեք, թե այդ փոքր հողամասից բացի ինչ մեծ տարածություն է, հորտուն է, եւ որ այդ փոքր հողամասը Տիկին Տոնոյանի համար ոչինչ է տրամադրել այդ տղային, որը որ հայրը հատկացրել է տղայի համար։ Տիկին Տոնոյան, այսքան այս տարածությունը ձեզ բավարար չի ձեր մեծ տնով, ձեզ երջանիկ լինելու համար։ Տվեք փոքր տղայի տունը իրեն, որպեսզի մենք վաճառենք եւ իր հիվանդության հարցերը լուծենք, որպեսզի ես չգրեմ այսպես դռներ դուռ եւ մարդկանցից գումար փորձեմ կորզել, այսպես ասած, որպեսզի եղբայրս առողջանա, չէ՞ որ մարդը ունի իր հորի ժառանգած այդ փոքրիկ տունը։ Քիչ երկար է։ Ուղղակի ես ուզում եմ Փարիզի երկարությունը չափել, այսպես ասած, եւ մարդկանց ագահությունը չափել։ Եթե հայրս ողջ լիներ, բնականաբար նման բանի առաջ չենք կանգնի, մենք խնդրի առաջ։ Որոշ մարդիկ ասում են, որ շատ տգեղ բան ես անում, բայց իմ երկրորդ քրտության համար ես ամեն քայլի կգնամ։ Չի բացառվում, որ այստեղ նստացույց էլ անեմ մի օր։ Եվ այս բռների մոտից ուրիշ տեղ չգնամ։ Ահա վերջացավ Փարիզը։ Սա իմ հայրական տունն է, դարպասները, տան դարպասները, որոնք մեր համար փակ են վաղուց, քանի որ մենք իրավունք չունենք այստեղ ոտք դնելու, բայց փորձենք զանգը տալ, տեսնել տանը մարդ կա եւ բացում են, թե չէ։ Այստեղ ժամանակին շատ հյուրեր են եղել, Վանոյի բոլոր ընկերները այստեղ էին, այդ բոլոր ընկերների, որ ընկած դռներ դուրման եմ գալիս, իրանք օր ու գիշեր այստեղ էին ու հիմա իրանցից մի բան են ընդամենը պահանջում, խնդրանք, որպեսզի օգնեն Դավիթին։ Դուռը բացող չկա, դուռը ինչպես միշտ փակ է։ Անգամ չի կարելի ներս մտնել, որ հորս տնկած վարդերով հիանալ կամ հիշողությունների գիրկը։ Արփինա, մի հատ կբացեք։ Ինչի չեք բացում։ Լավ։ Չենք բացում։ Մի բացեք։ Ռուզան Տոնոյան, ես պահանջում եմ ոչ այս տան, հորս տան, այլ կողքի Դավիթի հողամասի եւ Դավիթի տան հանձնումը տղային։ Ես ամեն ինչ կանեմ, որ այդ տունը, որ այդ տան գումարը օգտագործվի տղայի առողջության համար եւ դուք իմ ճանապարհին չեք կանգնի։